Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանրապետության օրվա կապակցությամբ։ Մենք ուրախ ենք եւ հպարտ ենք մեր եղբայրական երկրի ամեն մի հաջողությամբ։ Ադրբեջանը թուրքական հարաբերությունների բարձր մակարդակը, որը բխում է մեր ժողովուրդների անսասան կամքից եւ հիմնված է մեկ ազգ երկու պետություն սկզբունքի վրա, մեծ հպարտության զգացում է առաջացնում։ Այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև աննախադեպ եղբայրությունը, միասնությունը եւ դաշինքը նաեւ կարեւոր գործոն են, որոնք ծառայում են տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը, բարգավաճմանը եւ համագործակցությանը, ասվում է ուղերձում։ Այսօրվա իրականությունը այսօրը նաև արդարության հաղթանակ է։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ջաբրայելի շրջանի Հորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ պետք է հավատալ արդարությանը եւ ապահովել այն, պետության ղեկավարը ընդգծել է. Մեր ժողովուրդը հավատաց արդարությանը եւ հասավ դրան։ Մենք այս հողերի տերերն ենք։ Մենք թշնամուն վռնդել ենք մեր հողերից եւ այսօր կառուցում ենք հրաշալի կյանք։ Երկրի ղեկավարը շեշտել է, որ այսօր ամբողջ Ղարաբաղը եւ Արևելյան Զանգիզուրը վերածվել են շինհրապարակի։ Ղարաբաղում եւ Արևելյան Զանգիզուրում արդեն ապրում, աշխատում եւ սովորում է 50,000-ից ավելի մարդ։ 5 տարի առաջ այս տարածքը ազատագրվեց օկուպացիայից եւ այս փառահեղ պատմությունը հավերժ կմնա մեր սրտերում։ Նշելով, որ մի քանի օրից տոնելու ենք մեր պատմական հաղթանակի 5-րդ տարեդարձը, պետության ղեկավարն ընդգծել է. Նոյեմբերի 8-ը հաղթանակի օրը մեր պատմության ամենացայտուն էջն է։ Մեր պատմական հաղթանակը 5 տարի առաջ մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում։ Միլլի Մեջլիսում բացվել է Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական համաժողով։ Միջոցառումը նվիրված է սահմանադրությունը որպես պետությունների անկախության եւ ինքնիշխանության հիմք ժամանակակից աշխարհում թեմային։ Խորհրդաժողովի մասնակիցները քննարկում են սահմանադրությունների դերը ժամանակակից պետությունների իրավական հիմքերի ամրապնդման գործում, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվում երկրների ինքնիշխանության եւ ազգային անկախության պահպանման հարցերի վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում են մոտավորապես 20 երկրների խորհրդարանական պատվիրակություններ, ինչպես նաև 5 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օման կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը հանդիպել է Օմանի թագավորական գրասենյակի նախարար գեներալ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Նումանի հետ։ Այս մասին հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Կողմերը վերահաստատել են միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ-ում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Չմիավորման շարժում կազմակերպությունում ակտիվ մասնակցության կարեւորությունը եւ պայմանավորվել շարունակել փոխադարձ աջակցությունը բազմակողմ հարթակներում։ Կողմերը նաև քննարկել են Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակը եւ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համատեղ ջանքերի կարեւորությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը շնորհավորել է Թուրքիային հանրապետության օրվա առթիվ։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Սրտանց շնորհավորում եմ մեր եղբայրական եւ բարեկամական Թուրքիային հոկտեմբերի 29-ի տոնի հանրապետության օրվա առթիվ, որը նշանավորում է Թուրքիայի հանրապետության հիմնադրումը։ Թուրքիան դարձել է ամենահզոր երկրներից մեկը, որն ամեն օր ավելի հզոր է դառնում, արագ զարգանում եւ բարձր հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ մեր համատեղ ջանքերի շնորհիվ, ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Թուրքիային հանրապետության օրվա կապակցությամբ։ Համապատասխան գրառումը զետեղվել է արտաքին քաղաքական գերատեսչության X սոցիալական հարթակի էջում։ Մենք անկեղծորեն շնորհավորում ենք եղբայրական Թուրքիայի ժողովրդին եւ պետությանը հոկտեմբերի 29-ի Թուրքիայի հանրապետության հիմնադրման 102-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը հարգում ենք Թուրքիայի հանրապետության հիմնադիր
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև մեր նահատակների հիշատակը։ Տարածաշրջանում խաղաղության, արդարության եւ զարգացման խորհրդանիշ դարձած Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես նաև աննախադեպ Ադրբեջանը թուրքական եղբայրությունը կապրի հավերժ եւ կծառայի որպես օրինակ ապագա սերունդների համար։ Այս նշանակալի օրը մենք եղբայրական Թուրքիային մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում եւ առաջընթաց եւ վստահություն ենք հայտնում Ադրբեջանը թուրքական միասնության եւ եղբայրության հավերժության նկատմամբ։ Շնորհավոր Հանրապետության օրը Թուրքիա, ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հազարարականների համաձայն նախկին ներքին տեղահանվածների հերթական խմբերը վերադառնում են Աղդերիի շրջանի Հասանրիզ գյուղ եւ Աղդամի շրջանի Խդրլի գյուղ։ Ներկայումս Աղդամի շրջանի Խդրլի գյուղ է վերադառնում 91 ընտանիք, 366 մարդ, իսկ Աղդերիի շրջանի Հասանրիզ գյուղ 17 ընտանիք, ընդհանուր առմամբ 83 մարդ։ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է ստեղծել առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միջև այս տարվա վերջ։ Այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է ռեպորտի ԱՄՆ բյուրոյին։ Նրանք նշել են, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Միացյալ Նահանգները հանձնառոյ է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ խրճագագրերն ու փոխըմբռնման հուշագրերը եւ կապահովի երկու կառավարությունների հետ առաջին աշխատանքային խմբերի ստեղծումը մինչեւ տարեվերջ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Պետդեպարտամենտը նաև դրական է գնահատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը եւ վերջին գործնական քայլերը։ Այն նշել է, որ ԱՄՆ կառավարությունը ուշադիր հետևում է Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջև հանդիպումներին եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամատություն, հիմնականում առանց ստեյումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան, օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 15-17, ցերեկը 20-23 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց ստեյումների եղանակ, սակայն երեկոյան որոշ հյուսիսային եւ արևելյան շրջաններում կդիտվի թույլ անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 10-15, ցերեկը 20-25 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 5-10, ցերեկը 13-18 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 5-14, Աղդամում, Ֆիզուլիում 6-17, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլում 8-18, Լաչինում եւ Քելբաջարում 2-10 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Ադրբեջանի բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշումը լայն արձագանք է առաջացրել Հայաստանում։ Ղազախական ցորենի առաջին խմբականակը արդեն հասել է հարևան երկիր։ Այս իրադարձությունը կարելի է իրավամբ անվանել պատմական, ոչ միայն այն պատճառով, որ այն նոր տնտեսական հնարավորություններ է բացում ամբողջ տարածաշրջանի համար, այլև այն պատճառով, որ այն կարևոր քաղաքական ուղերձ է հղում։ Բաքուն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղություն գործողությունների միջոցով սկզբունքին։ Բազմաթիվ հայ քաղաքական գործիչներ, այդ թվում իշխող կուսակցության անդամներ, նույնպես գովաբանեցին այս քայլը։ Խորհրդարանում կոչեր արվեցին հրաժարվել մտածողության հին ձևերից եւ ընդունել, որ տարածաշրջանը շարժվում է դեպի խաղաղ համակեցության նոր դարաշրջան։ Պարոն Թունյանը ընդդիմությանը հորդորում է պատասխանել հստակ, այո կամ ոչ, արդյոք այն փաստը, որ Ղազախստանից ցորեն է Հայաստան գալու Ադրբեջանի տարածքով, լավ բան է թե վատ, բայց ես ավելի հեռուն գնամ, էլի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, իսկ ես վստահ եմ, որ ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը եւ Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմը եւ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը առ այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետեւյալն էր. սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով
տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Օրինակ հիշում եմ Քոչյանի ասուլիսը, այնտեղ ասում էր, այս ամեն ինչի ինչ իմաստ ունի, եթե Հայաստանը դեպի Իրան եւ Ռուսաստան չի ստանալու կապ։ Չգիտես ինչից էր վերցրել, որ չի ստանալու։ Հիմա բայց այս միակողմանի զիջելը ո՞նց է արտահայտվում։ Նենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Դա միակողմանի զիջում է մեր կողմից։ Ընդ որում խնդիրը միայն ցորենը չի, կամ խնդիրը միայն Ղազախստանից բան ներկրելը չի։ Հարցնելը որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Ինչով եք դուք զբաղվում այսօրվա դաշնակցությունը։ Ըստ էության ոչ թե դաշնակցությունը, որովհետև չկա դաշնակցություն։ Կա ռոբասերժական խմբակի մաս կազմող քաղաքական թիմ, որը իր անունը այս պահին այո դաշնակցություն է, բայց այս դաշնակցությունը ըստ էության որևէ կապ չունի որևէ գաղափարական ուղղության հետ։ Ուր եք դուք 3 օրինակ։ Հիմա գալիս եք Չոր բարձրագոչ հայտարարություններ եք անում, մեղադրանքներ եք հնչեցնում, հարցեր եք տալիս այս ամբիոնից։ Ուր եք 3 կառավարության հետ հարցու պատասխանին, վարչապետը ձեզ էր ման գալիս ճիշտ ասած 3, որ ձեր հարցերին պատասխաներ, ինչպես միշտ էլի ձեզ տար պատերով։ Դրա համար էիք երեկելի փախել ազգային ժողովից։ Ոնց որ նախորդ գումարման, նախորդ քարորիայի ժամանակ, էլի ուզում եմ հիշեցնել, գործընկերներս հիշեցնեցին, 20 րոպե ընդմիջում եք վերցնում խրոխտ հայտարարություններ անելով հեռանում եք ու էլ չեք գալիս։ Այս ձեր համար պարտիզանական կռիվները չի, հա? Պարտիզանական կռիվ չի, էս դա անտառներում որ գաք ինչ որ փոքր կրակներ վառեք, փախնեք, սպասեք ինչ որ մեծ պայությունների, ոնց որ պատմականորեն ժամանակին արել եք 1890-ականներին, 1900-ականներին։ Այս ձեր համար այդ ժամանակները չեն։ Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, եկեք այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվեք։ Երեք էլ պարոն Մինասյանն ասում էր գալու ենք, սպասեք, հեսա 10 րոպեանոց ելույթներն են, հեսա նայեք ինչ ենք անում, ինչ եք անում, ինչ պետքա դուք անեք, ինչ կարաք դուք անեք։ Դուք գաղափարապես քաղաքական իմաստով սնանկ եք։ Արգելի գործընկերներ, դուք ասելիք եւ անելիք այլևս չունեք։ Մեզ մեղադրում են, որ ասում են Ղարաբաղը թոք եք։ Այո, դուք եք Ղարաբաղը թոք սարքել Հայաստանի Հանրապետության համար։ Դուք Որովհետև դուք Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործել եք Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու համար։ Եվ հիմա էլ ձեր ընդդիմադիր նպատակների համար եք Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովրդին օգտագործում, ազդելով նրանց հույսերի եւ փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել Ղարաբաղի ժողովրդին ձեր ստերով եւ կեղծիքներով։ Տրոյական ձի, ասում են, մեզ են ասում տրոյական ձի։ Դուք 2021 թվականին ժողովրդին խափելով, ինչ ասես ասելով, ինչ ստեր ասես չտարածելով, օգտվելով 44-օրյա պատերազմի հետևանքով ժողովրդի հուզական վիճակից, ապա տեղեկատվությունից, հիբրիդային հարձակումներից, որոնք իդեպ ձեր նաև գործուն մասնակցությամբ են կազմակերպվել Հայաստանի դեմ, եկել եք, մտել եք ազգային ժողով եւ այս ամբիոնը օգտագործում եք Հայաստանի պետականության դեմ։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը եւ ռևանշիստական գաղափարախոսության կողմնակիցները հանդես եկան Ադրբեջանի տարածքով ցորենի տարանցման դեմ։ Այս լուրը կրկին ցնցեց Հայաստանի քաղաքական դաշտը, բաժանելով հասարակությունը երկխոսության կողմնակիցների եւ ցանկացած փոփոխության դեմ հանդես եկողների միջև։ Նրանք, ովքեր դեռևս չեն հաշտվել Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտության հետ, շարունակում են հիշել անցյալը, փորձելով վերակենդանացնել թշնամանքի հռետորաբանությունը։ Հիմա ինչա, մենք տալիս ենք միջանցք Ադրբեջանը թույլ է տալիս մի անգամ, որտեղ խոսք չի եղել, որ դա եղել է մշտական գործողություն, կոնկրետ ակտաուից ցորեն բերել Հայաստան։ Եվ հիմա ինչա տեղյանում Նիկոլ Փաշինյանը եւ դուք ասում եք շրջափակումը ճեղքվեց։ Այսինքն շրջափակումը, որը դուք նախապես դիտում եք որպես ճանապարհների ապաշրջափակում, բոլոր կապուղիների ապաշրջափակում, գցեցիք եւ քացով տվեցիք, ոտով մի հատ էլ լղջեցիք, որպես ակտաուից մի պարտիա ցորեն։ Ինչքան ցորեն, տենց էլ ոչ ոք չի հասկանում։
Ադրբեջանի որոշումը եւս մեկ ապացույց բանի, որ Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ձևավորվում է։ Տրանսպորտային ուղիների բացումը, առևտրի հաստատումը եւ տնտեսական կապերի զարգացումը կարող են դառնալ հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամուր հիմք։ Այս քայլը ոչ միայն լոգիստիկ նախագիծ է, այն քաղաքական կամքի դրսևորում է պատրաստակամություն առաջ նայելու եւ նոր իրականություն ստեղծելու, որտեղ տարածաշրջանի երկրները միավորված են համագործակցությամբ, այլ ոչ թե թշնամանքով։ 102.7 FM